Ժողովրդյան Բայերլույս այսօր հունիսի 9-ը շաբաթական մոմ ունենք փակած դեպի վերև կարծում եմ, հեսա ցույց կտամ ինչա նշանակում վերջին փակված մոմը ու կարծում եմ, որ այս շաբաթ պետքա որ բարձրացող շուկա ունենանք, բիթքոյնը բարձրանալու է, հետևաբար մնացած ընկերներին իր հետ տանելու է դեպի վերև։ Ինչու եմ այդպես կարծում։ Առաջի հերթին, որովհետև տեսեք, անցյալ շաբաթվա մոմը սա է, իջավ միջև ստեղ 100,000 համարյա ու հետո ոնց իջավ, տենց միանգամից բարձրացավ վերև, հլը մի բան էլ կանաչ փակեց։ Սա կոչվում է Dragonfly Candle Doji, որը որ հեսա այստեղ կարող եք տեսնել, այսենց մի հատ տ ինչ որ բան է, մոմ է, հեսա նորից ցույց տամ, այսենց խաչի պես ինչ որ տենց մի բան, ու ինքը ինչ է նշանակում, իր տրամաբանությունը հետևյալն է, որ նայեք, էսի ընկավ Trump Elon պայքար, հա, 100,000 իջավ ու հաջորդ օրը միանգամից բարձրացավ, հաջորդ օրվա կեսերին, թե կհիշեք, բան ունենք, մակրոէկոնոմիկ լուրեր ունենք, որը որ դրական էր ու այդ լուրերը նույնպես ազդեց, որպեսզի շարունակի, այսինքն ուրբաթ օրը այս մոմը ունեցանք, շաբաթ օրը շարունակություն եղավ, կիրակի օրն էլ դե հանգիստ էր։ Հիմա երկուշաբթի է ու արդեն մոմը փակվել է իմ կարծիքով, այս շաբաթ պետքա որ բարձրացող լինի մեր հարգելի բիթքոյնը։ Ինչ եմ տեսնում, տեսեք, կարճաժամկետ trend line-ը եկել է, ջարդել է վերև ու դեպի ներքև պետք է իջնի, որ մի հատ support zone գտնի, այդ support zone-ից արդեն շարունակի բարձրանալ։ Ոնց է չլինի միշտ մի հատ մոմը պոչթողում է, նոր բարձրանում է կամ հակառակը իջնում է, այս պարագայում կարծում եմ դեպի վերև է բարձրանալու։ Այսպես որ նայում ենք, մենք նույնպես կարող ենք տեսնել հետևյալը, որ այս մակարդակին այստեղ մի հատ support resistance zone է, որը որ եկել է անդադ փորձել է բրդի ներքև, երբ որ ջարդել է վերև, resistance zone է եղել, հետո եկել է այստեղ փորձել է բարձրանալ իջնի, մի խոսքով այս զոնան, այն զոնան է, որը որ ասենց ասած key level է, հա։ Հիմա երբ որ 4 ժամանոց գրաֆիկայի մեջ նայենք, ավելի པարզ կերևա, որ գալիս է կպնում է, իջնում է, տեսնում եք, այս բոլոր այս կետերը որ կան, այս կետերը այն է հուշում, որ իրականում այս 105,000 զոնան շատ հետաքրքիր մակարդակ է։ Ես հիմա ինչ եմ սպասում, սպասում եմ բիթքոյնի հետ կապված, փորձենք փոքր time frame-երով հասկանանք ինչ ունենք։ Ուրեմն ունենք այստեղ մի հատ հետաքրքիր demand zone-ա, որը որ եկել կպել է, տեսնում եք, կպնելուն պես թռել է վերև կիրակի օրը, ու ունենք այստեղ եւս մի հատ ուրիշ demand zone-ա, որը որ ավելի ներքև է ու հնարավոր է, որ պարզապես գա այս զոնան ջարդի, քանի որ արդեն սա fresh չի համարվում, այս մյուս զոնայում գա կպնի 104,500-ի սահմաններում, որից հետո նոր շարունակի վերև բարձրանալ։ Ինչու եմ կարծում, որ ընկնելու է, որովհետև այստեղ որ sense ենք անում, մոտավորապես ավելի շուտ sense։ Այսենց որ անում ենք, կարճաժամկետ trend line-ը ինքը արդեն ջարդել է ու պատրաստվում է դեպի ներքև ընկնել։ Այս այդպես։ Հիմա ինչ ունենք այս շաբաթ լուրերի վերաբերյալ։ Ուրեմն երկուշաբթի օրը մեզ մեծ հաշվով ոչինչ չի սպասվում։ Տեսեք, ուրեմն շվեյցարական բանկը արձակուրդ է, ֆրանսիական բանկը արձակուրդ է, գերմանական բանկն արձակուրդ է, այսինքն այսօր շատ շարժ տատանում տեղի չի ունենալու, համենայն դեպս ամերիկյան ժամերին արդեն մի քիչ ավելի կսկսի տատանումները, վաղվա օրը նույնպես մեզ ոչինչ տենց ռեալ չի սպասվում, այն մյուս օրը իրամը 4:30 ունենք core CPI, ամսական եւ տարեկան պրոգնոզները, որը որ սպասվում է դրական լինի, core CPI-ը, ինչպես նաեւ տարեկանի պես, տարեկանը նույնպես դրական է սպասվում, ու այս դրական սպասվելը նույնպես կարծում եմ, որ ինքը բիթքոյնին, դոլարին շեղելու է, այսինքն բրդելու է դեպի վերև։ Հա, այդքանը բիթքոյնի վերաբերյալ։ Հիմա անցնենք Ethereum-ին, որովհետև խոստացել էի Ethereum-ն էլ նույնպես դիտարկեի։ Տեսեք, Ethereum-ը ամսական կտրվածքով, ցենց որ նայում ենք, ինքը ընկել էր այս ներքևի հատվածը, որը որ պլյուս մինուս պահել էր ու բարձրացել է մինչև 4100,
այս սահմաններում ունկել է։ Հիմա տեսեք, երբ որ այստեղ է մտել, այս զոնայա մտել, ինքը առնվազն այս 70%-ը պետքա բարձրանա, այսինքն այստեղից այստեղ այս ռալին որ տեղի էր ունեցել, ինքը 70%-ը պետքա բարձրանա, ամսական մոմերն է, իհարկե, սա։ Տեսեք, այստեղ ունենք մի հատ ուժեղ supply zone-ա, որը որ բավականին ուժեղ է, ու փորձում է դեպի ներքև տանի Ethereum-ին, թե ինչքանով կարողանալու այդ վստահ չեմ, որովհետև տեսեք, այս մոմերը որ կան, իրանք շատ անհասկանալի մոմեր են, շատ ուժեղ պայքար այստեղ տեղի ունենում, ոչ հասկանում ես վերևա ջարդելու, ոչ ներքև այցնելու, հիմնական պատճառն է, որովհետև Bitcoin-ը դեպի վերև բարձրացող է, բայց այստեղ մեծ ճնշում ունենք, վաճառքի ճնշում։ Թե ինչ կլինի, մենակ մի բան կարող եմ ասել, որ եթե այս մոմերը տեսնում եք, այս հենց որ կան, եթե այս շաբաթ մի հատ sense կանաչ մոմ փակի դեպի վերև, բայց ոչ թե այս sense փակի, այլ մի հատ մոմ բարձրանա վերև, մոտավորապես այս մակարդակով, այս sense մարմնով փակի, հստակ ուժեղ մարմնով փակի, ինքը իր շարունակությունը ունենալու է, առնվազն բարձրանալու է մինչև 3210 մակարդակը, ու ինչի եմ կարծում, որ դա կարա տեղի ունենա, որովհետև Bitcoin-ը եթե բարձրացավ, Ethereum-ին նույնպես բարձրացնելու է, ու Ethereum-ը իրականում չի կարողանում այդքան շատ բարձրանա, տատանվի ոնց որ Bitcoin-ն է, կամ մնացած coin-ներն են, որովհետև այստեղ իրականում շաբաթական շատ ուժեղ վաճառքային ճնշում ունենք, թե կկարողանան ուղարկեն դեպի ներքև, բրդեն դեպի ներքև, թե չէ, կյանքը ցույց կտա, բայց համենայն դեպս, եթե Bitcoin-ը կարողացավ օգնի, որ Ethereum-ը առնվազն այս sense մի հատ մոմ փակի, հստակ մոմ դեպի վերև, ապա շարունակությունը ավելի պարզ է լինելու։ Հիմա եկեք օրականը նայենք, օրականով նույնպես շատ բան չկա ասելու, նույնն է ինչ որ շաբաթականը, շաբաթականի հետ կապված շատ պարզ երևում է, որ ներքև պետք է իցնի, բայց օրականի հետ կապված, տեսեք, այստեղից այստեղ է մոտավորապես ընկել, հետո նոր կամաց իջել է ներքև, բայց այստեղից այստեղ, եթե նայում ենք, այսինքն մոտավորապես այսքան ռալի ունեցել դեպի ներքև, կարող ենք ասել հետևյալը, որ եթե I sense դնենք, ինքը 4 ժամանոցով մի հատ նայենք, հասկանանք, ինքը այս հատվածներում ոչինչ չունի, հետևաբար առաջի իսկ իր demand zone-ան, որ կարելի ասել, սա է, որը որ եկել կպել է ու դեռևս չի իջել եւս կպնի, այստեղ երկրորդ փոքր ժամով կա մի հատ demand zone-ը, մի ժամանոցով կարող ենք տեսնել, տեսնում եք, պայքար ջարդեց վերև, նույնպես եկավ մտավ, նայեք ինչ մոմով մտավ, բայց նույնիսկ ես այս մոմը որ պետքա ասում եմ, հա ջարդելու եմ սաղ ներքև, մտնելուն պես բարձրացավ։ Դա հուշում է, որ կամաց թուլանում է այս վաճառքային ճնշումը, ու այս trend line-ն էլ sense որ գծեցի, եթե Bitcoin-ի պես նույնպես ինքը սկսի ստեղից բարձրանալ, կարծում եմ արդեն այդ bullish momentum-ը, որ դեպի վերև է բարձրանալու, ավելի կհզորանա, կուժեղանա ու կշարունակի վերև բարձրանալ։ Համենայն դեպս Ethereum-ը, այն որ երկու քարի արանքն անկած, չես հասկանում, վերև գնա, թե ներքև գնա, նենց որ ովքեր որ Ethereum-ի մեջ են, համբերություն ձեզ, միջև որ այս մակարդակը հաղթահարի, որը որ շատ ծանր մակարդակ է։ Եվ ավելացնելու այս պահին էլ բան չունեմ, էսա հիմնական պատկերը Bitcoin, Ethereum։ Զգուշ եղեք, եթե trade եք անում ու բոլոր անվտանգության կանոններին հետևեք, որը որ նշանակում է stop loss պարտադիր օգտագործեք։ Ձեզ լավ օր, մինչ հանդիպում, հաջողություն։